Բավական դժվար օրերի մեջ ենք, տարին դեռ նոր ենք սկսել, բայց արդեն իսկ լուրերը, ընթացքը, զարգացումները, ինչ որ տեսնում ենք այս աշխարհի վրա, մեզ անհանգիստ են անում։ Եթե նույնիսկ առնչություն չունենք, եթե նույնիսկ որևիցե կերպով դա մեզ չի ազդել, դարձյալ մեր միտքը անհանգիստ է լինում։ Էլ ուր մնաց, եթե մեր սրտի հատորները, մեր բարեկամները, մեր հարազատները, մեր ընտանիքի անդամներն են գտնվում նման իրավիճակների մեջ։ Մենք շարունակում ենք աղոթքով առ Աստված գալ եւ այս ամեն ինչի մեջ խնդրել իր առաջնորդությունը։ Կյանքը իր բոլոր օրերով ու վիճակներով անագնգալներ է բերելու մեզ եւ այս տարին դեռ առջևում է եւ Աստված շնորհք տա, որ ապրենք, բայց չունենք այդ վստահությունը, որ միշտ ու մնայուն ապահով է լինելու եւ մեր ծրագրածով է լինելու։ Բայց այսօրվա նյութը եւ այսօրվա թեման գալիս է մեզ հիշեցնելու, որ ապահովությունը միմիայն Աստծո մոտ է։ Եվ այն ծրագիրը, եւ այն գործելակերպը, եւ այն ընթացքը, որ ինքն է տնօրինում, եւ ինքն է ղեկավարում, եւ ինքն է ավարտին հասցնում, մեր ամուր հենարանն է։ Քրիստոս մեր կատարյալ փրկիչն է, իր փրկությունը կատարյալ եւ ամբողջական է։ Իր միջոցով եւ միմիայն իր միջոցով մենք կարող ենք այսօր նայել վաղվա օրվան անկախ սպասումներից, անկախ իրավիճակներից եւ ասել. իր հետ եւ միմիայն իր հետ ես ապահով եմ, ես ապահոված եմ, ես կարող եմ խաղաղ ու հանգիստ լինել։ Թող Աստված առաջնորդի իր խոսքը, շարունակում ենք Եբրայեցիներին ուղղված նամակը եւ այս նամակը շատ հիանալի նամակ է։ Հակառակ որ վեճ կա հեղինակը ով է, ընդունված է ասել, որ Պողոսի նամակն է, բայց շատ վիճաբանելի է, բայց այնքան լավ գրված, այնքան տեղին գրված նամակ է, որ շատերն ասում են, որ սա նամակ չէ, սա քարոզ է, մեկ շնչով գրված, հատուկ լսարանի համար, որովհետեւ այդ օրերի մեջ հավատացյալների խումբը եկեղեցին զարթնի, անդրադառնա, որ չկա մնայուն հաստատուն հենարան քան Քրիստոսը։ Դրա համար այս նամակի մեջ անընդհատ տեսնում ենք Քրիստոսի առավելությունը մնացած բոլոր բաների վրա։ Առաջին գլուխը, երբ որ նայեցինք, տեսանք, որ Աստված շատ կերպերով խոսեց, բայց իր վերջնական խոսքը խոսեց եւ կատարյալ ձևով խոսեց իր որդու միջոցով։ Այնուհետև տեսնում ենք, թե նամակի առաջի գլխի մեջ որդին ինչ առավելությամբ է ներկայացված հանդեպ հրեշտակները, եւ այս նյութը շարունակվում է նաեւ երկրորդ գլխի մեջ։ Դրա համար քիչ առաջ կարդացված հատվածը տեսակ եւ հիմա դրա շարունակությունը եկեք լսենք եւ տեսնենք այս փրկությունը, որ Քրիստոսի միջոցով ունենք, այն փրկիչը, որ Քրիստոսն է, ինչ է տալիս մեզ այսօր։ Եկեք լսենք Աստծո խոսքը ուշադրությամբ։ Եբրայեցիներին ուղղված նամակ երկրորդ գլուխ 10-ից 18 համարներ։ Շարունակում ենք ընթերցում այս գլխի եւ ամբողջ գլուխը հիմա կարդացած կլինենք։ Որովհետև պետք էր, նայեցեք ինչպես է շարունակում, որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան եւ որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։ Որովհետև թե սրբացնողը եւ թե սրբացվողները բոլորը մեկից են, եւ այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել ու ասել. քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ, քո ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ, եւ դարձյալ ես հույսս նրա վրա պիտի դնեմ, եւ դարձյալ ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց։ Արդ, որովհետև զավակներն արյան ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանություն ունեցողին
այսինքն սատանային։ Եվ ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից, քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։ Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր, որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։ Ամեն Աստծո խոսքին։ Մեր քրիստոնեական հավատքի կյանքի կենտրոնում Աստված է։ Մեր երկրի վրա այս ճամփորդության մեջ մեր ուղեցույցը, մեր կողմնացույցը, մեր հենարանը իր խոսքն է։ Դրա համար այս գլխի, երկրորդ գլխի առաջին համարից զգուշացում է գալիս։ Եվ այդ զգուշացումը գալիս է հետևյալ խոսքերով, քաջալերելու եւ մեզ հիշեցնելու։ Սրա համար պետք է ավելի ուշադրություն դարձնեք։ Այս տարի իմ եւ քո համար Աստծո խոսքի հանդեպ ավելի ուշադրություն դարձնելու տարի պիտի լինի։ Չես կարող շարունակել այնպես, ինչպես անցնող տարի։ Եթե ինքնակնությամբ Աստծո առաջ կարող ես կանգնել ու ասել, որ այո, ես հավատարիմ քայլեցի, քո խոսքդ սերտեցի, քո խոսքիդ հանդեպ լրջությամբ աշխատեցի, աճեցի իմ հավատքիս կյանքի մեջ, մի կանգնիր այդտեղ, այս տարի ավելիով, այս տարի ավելի ուշադրությամբ, այս տարի ավելի խորությամբ։ Քրիստոնեական հավատքի կյանքը ծես չէ, տոնից տոն, կիրակից կիրակի։ Քրիստոնեական հավատքի կյանքը այս հորդորին հնազանդել է։ Իսկ երկրորդ գլխի առաջին համարը, որ լսեցիք, ասում է ուշադրություն դարձրեք ձեր լսածներին։ Ուշադրություն դարձրեք։ Եվ այնուհետև հեղինակն ասում է, եթե Աստված հրեշտակների միջոցով խոսեց եւ անհնազանդներին դատապարտեց, բա ուր մնաց, երբ որ իր որդու միջոցով խոսեց, եւ մենք անտարբեր լինենք, եւ մենք անզգույշ լինենք, եւ մենք այսպես կողքից դիտողի կեցվածքում լինենք։ Ուշադիր լինենք, սիրելիներ։ Այս տարին իր բոլոր ձեռքբերումներով, որ մեր առջև է, իր բոլոր մարտահրավերներով, իր բոլոր դժվարություններով, իր բոլոր սայթակումներով, իր բոլոր հաջողություններով կարող է մեզ վեր բարձրացնել ու վայր իջեցնել, բայց մի բան, որ կարող է մեզ հաստատում պահել, քանի դեռ ուշադիր ենք Աստծո խոսքի հանդեպ։ Եվ ուշադիր լինել չի նշանակում միայն լսել, ուշադիր լինել չի նշանակում լավ արտասանել, պետիկ ջան։ Ուշադիր լինել նշանակում է լսել, հասկանալ, հնազանդել եւ ապրել, կատարել, կյանքի կոչել։ Աստծո խոսքը կանչված ենք լրջությամբ ընդունելու։ Գիտեք ինչու՞։ Որտեվ Աստված այնքան լրջությամբ ընդունեց եւ տեսավ մեղքի հետևանքը, որ հանձնարավ ինքը լուծելու այս հարցը։ Ինչպես ինքն իրեն աշխարհ ուղարկելով։ Աստված մարդացավ, եկավ աշխարհ, որպեսզի մենք կարողանանք մեր վիճակից դուրս գալ։ Փրկությունը սկսվեց Քրիստոսի խոնարհումով։ Փրկության ծրագիրը, որ Աստված տագավին Եդեմի պարտեզի մեջ արդեն հայտարարեց եւ ի ցույց դրեց մարդկությանը, Ադամին կաշվե հագուստ հագցնելով եւ խոստում տալով, որ կնոջ ցեղից պիտի ծնվի մեկը, որի գարշաբարը պիտի խայթես, բայց քո գլուխը պիտի ջարդի։ Եվ այդ խոստումը իրականացավ Քրիստոսի միջոցով։ Այս հատվածում հետաքրքիր ձևով հատվածը մեզ ասում է 10-րդ համարի մեջ, որ որովհետև պետք էր, որ նա, որի համար ամեն բան է եւ որով է ամեն բան,
շատ որդիների դեպի փառքի առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։ Հետաքրքրական բառ կա այստեղ եւ բառերի շարք կա, անշուշտ, բայց կարևոր բառը այս հատվածի մեջ առաջնորդներն է, որովհետեւ պետք էր ասում է։ Եվ այդ պետքերը նշանակում է Աստված ծրագրել էր, Աստծո ծրագրի մեջ էր, Աստծո ծրագրի մեջ ժամանակներից առաջ արդեն ամեն բան հստակ էր։ Եվ այս իմաստով Աստված որոշեց եւ ավարտին հասցրեց իր որդու միջոցով։ Եվ նա դարձավ առաջնորդ փրկության շատ որդիների համար։ Առաջնեք, այս բառը իր իմաստով, իր խորությամբ, իր գեղեցկությամբ մեր առջև բացում է մեկին, ով եկավ եւ իր առաջնորդությամբ դարձավ առաջամարտիկ, առջևից քայլող, ճանապարհ բացող, ճանապարհ հարթող։ Գործք առաքելոցում այս բառը ուրիշ մի քանի տեղեր օգտագործվում է իշխանի իմաստով։ Այս բառը միշտ վերաբերվում է մեկին, ով իր գործի մեջ ներգրավում է նաև ուրիշներին, հրավիրում եւ քաշում, հրավիրում եւ կանչում եւ իր ետևից տանում է ուրիշներին։ Օրինակ տամ ձեզ։ Այս բառը օգտագործվել է ընտանիքների մեջ, ընտանիք հիմնող այն մարդու մասին, ով իր ընտանիքի մեջ ուրիշ անձեր է ունենում, զավակներ ծնելով, կին ունենալով եւ նրանց հոգ տանելով ու խնամելով։ Այս բառը արդեն ասեցինք, առաջամարտիկի իմաստով է գործածվել։ Մի տարբերությամբ միայն, եթե այսօր պատերազմների մեջ հրամանատարները իրենց բունկերներում թաքնված իրենց հրամաններն են տալիս եւ զորքն է առջև գնում, այս բառի տակ կանգնողը, այս բառը իր վրա վերցնողը առաջամարտիկ է, առջևից գնացողն է եւ ինքն է առջևից գնում, ոչ թե ետևից։ Աստված հատուկ կերպով ցույց է տալիս, որ Քրիստոս փրկության առաջնամարտիկը եղավ, առաջնորդը եղավ, օրինակը եղավ, որպես կատարյալ օրինակ։ Բայց 10-րդ համարի մեջ զարմանալի բանի ենք կանգնում։ Նա կատարյալ օրինակ եղավ չարչարանքի միջոցով։ Ինչ ասա նշանակում։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ Աստված, ներողություն, Աստված, Տեր Հիսուս Քրիստոս կատարյալ է։ Ինչպես այս հատվածի մեջ հասկանանք, որ նա կատարյալ դարձավ չարչարանքի միջոցով։ Այս նամակի մեջ այս բառը շատ է կրկնվում։ Եվ այս նամակի մեջ ու այս նամակի միջոցով ցույց է տրվում, որ Քրիստոս կատարյալ է այն իմաստով, որ այն գործը, որ իրեն դրվեց, ամբողջացրեց, ամբողջական ու լիարժեք դարձրեց։ Ինչպես։ Քրիստոս կատարյալ դարձավ իր կոչման մեջ։ Նա վճռեց կատարելու Աստծո կամքը։ Նա վճռեց կատարելու Աստծո կամքը իր կյանքը զոհելով, մարդանալով, խոնարհվելով։ Նա կատարյալ դարձավ նաև հնազանդության մեջ, թեև Աստված էր, խոնարհեց, որպես Աստծո որդի սովորեց մարդկային մարմնի մեջ հնազանդել իր երկնավոր հորը։ Եվ այս նամակի մեջ այս ամենահայտնի համարներից մեկը, որ ասում է, թեև որդի էր, սակայն հնազանդություն սովորեց, եւ այդ իր հնազանդության միջոցով դուռ բացեց, որպեսզի նաև հավիտենական փրկության մեջ մտնողները սովորեն հնազանդել։ Այս հատվածը եւ այս նամակը նաև ցույց են տալիս, որ Քրիստոս կատարյալ է եւ իր գործը ամբողջական է հաղթության իմաստով։ Նա տառապեց, չարչարվեց, բայց մարդկային կյանքի, աշխարհի սկզբունքների, հասկացողությանը հակառակ խաչը
անպատվության, պարտվածության նշան էր, դարձավ հաղթանակի և փառքի նշան։ Գիտեք, Քրիստոս որպես թագավոր, շատերը մեկնաբանում են ասելով, որ խաչը դարձավ իր գահը, որտեղ մեր Տերը իր փառքով բազմեց և ամբողջ աշխարհին ի ցույց, ամբողջ աշխարհի մտայնության, իմաստության, հասկացողությանը հակառակ ցույց տվեց ինչ է նշանակում Աստծո մտածելակերպն ու ծրագիրը և աշխարհի մտածելակերպն ու ծրագիրը, Աստծո ծրագրածն ու առաջնորդությունը և աշխարհի ընկալումն ու հասկացողությունը։ Քրիստոս կատարեց ամբողջապես և լիարժեքորեն ամեն բան և իր հնազանդությամբ նա օրինակ եղավ մեզ համար։ Ինչպես մեր Տերը, այնպես էլ բոլոր իրեն հետևողները պետք է սա շատ ուշադիր լսենք։ Ինչպես մեր Տերը չարչարվեց այս աշխարհի մեջ, ինչպես մեր Տերը տառապեց այս աշխարհի մեջ, իրեն հետևողները ևս կանչված են այդ ճանապարհների մեջ զգոնություն, ուշադրություն և դրա մեջ ու դրա միջոցով նաև Աստծո հետ շփման, հաղորդակցման իրենց ընթացքը սովորելու։ Մենք շատ չենք սիրում, շատ անգեղծորեն հիմա պիտի ասեմ, ես ինքս էլ, մինչ խոսում եմ սրա մասին, նաև չելենջ եմ, արտահրավեր, ոչ մեկ չենք ուզում, ոչ մեկս չենք սիրում տառապել, չարչարվել, ցավ քաշել, նեղությունների միջով անցնել։ Բայց արի ու տես, որ Աստծո խոսքը մեզ շատ հաճախ, շատ հերոսների, հավատքի մարդկանց կյանքերի օրինակով ցույց է տալիս, որ Աստված չարչարանքների, փորձությունների, կրակների միջոցով կերտում է մեզ, ավելի ուժեղացնում է մեզ, բարձրացնում է մեզ և թրծում է մեզ ու դարձնում իր ուզածի պես։ Մեր քրիստոնեական բնավորությունը փափուկ, հանգիստ, լավ պայմաններում չի ձևավորվում։ Մեր քրիստոնեական բնավորությունը, քրիստոսանման բնավորությունը ձևավորվում է, երբ որ նեղությունները, դժվարությունները, կյանքի ու աշխարհի սկզբունքները գալիս ու բախվում են ավետարանի սկզբունքներին և մեր մեջ պայքար է սկսում, ում լսել, ում հետևել, ում ձայնին հնազանդել։ Երբեք խնդիր չես ունենա, եթե աշխարհի մեջ աշխարհի նման ապրես։ Երբեք խնդիր չես ունենա։ Բայց փորձիր Աստծո խոսքին հնազանդել, խոսքին հավատարիմ քայլել, դառնում ես սպիտակ ագռավ, տեսանելի։ Երբեք մի խուսափեք, երբեք մի մեղադրեք Աստծուն կամ ինչուների աղաղակ բարձրացրեք, երբ որ դժվարությունների միջով եք անցնում։ Այս հատվածի մեջ Աստված ցույց է տալիս, որ իր որդին կատարյալ կերպով ապահովեց փրկությունը չարչարանքի միջոցով։ Մենք կարող ենք տառապանքը, չարչարանքը դիտել որպես չարիք, և հնարավոր է այդպես կարողանանք նայել ու տեսնել, բայց Աստված շատ անգամ նեղությունների ու դժվարությունների միջոցով մեզ աճելու ուղի է բացում։ Առաջի Պետրոս նամակի մեջ մի համար կա, որ ուզում եմ ձեզ հետ բաժնեկցել և խնդրում, որ մտածեք սրա մասին։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 21 համար։ Քանի որ դուք, այսինքն եկեղեցին, այս նպատակով եք կանչվել, որովհետև Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց, թողնելով ձեզ օրինակ, որպեսզի նրա հետքերով գնաք։ Նայեցեք ձեր շուրջը, ոչ էստեղ, այս երկրում, ուր ապրում եք։ Մարդիկ երբ են փնտրում Աստծուն, մարդիկ երբ են հիշում Աստծո մասին, մարդիկ երբ են
գալիս եւ Աստծո դռները թակում, երբ որ նեղության մեջ են, երբ որ դժվարությունների մեջ են։ Այս աշխարհի իշխանը շատ իմաստուն է։ Հերիք է մեր ֆիզիկական կարիքները բավարարված լինեն, մենք մեր հոգու կարիքը մոռանում ենք։ Շատ կարևոր է, որ մեր լայն ու նեղ օրերի մեջ, ուրախ ու տխուր օրերի մեջ, հարուստ եւ աղքատ վիճակների եւ փորձառությունների մեջ չմոռանանք, որ այս ամեն ինչը ժամանակավոր են։ Մի օր կա, հաջորդ օրը չի լինելու, բայց կա մի մնայուն հավիտենական ճշմարտություն։ Աշխարհը չի լսում, չի հասկանում, չի ուզում ընդունել, բայց դրանից այդ ճշմարտությունը չի թուլանում, չի տկարանում եւ չի փոխվում։ Մարդը միայն այս կյանքի համար չի ստեղծված։ Մահը ավարտը չէ։ Մահվանից հետո գոյություն ունի իրական կյանք, հավիտենական կյանք։ Եվ մենք որպես մարդարարածներ ստեղծված էինք Աստծո հետ հավիտյան ապրելու, բայց մեղքի պատճառով սայթակեցինք, ընկանք, վազեցինք աշխարհի, ցանկությունների, փափագների, երազների ետևից։ Բայց նայեցեք Աստծո շնորհն ու ողորմությունը, Աստված չթողեց մեզ մենակ։ Շատ կերպերով փորձեց հետ քաշել մարդկությունը, չստացվեց։ Վերջում ինքը մարդացավ, որպեսզի մեզ վերադարձնի դեպի իրեն։ Հատվածը շարունակում է ասելով, որ Քրիստոս թեև խոնարհվեց, թեև չարչարվեց, թեև մեռավ, բայց հարություն առավ եւ իր փառքը, որ հարությամբ եւ հետո համբարձելով վերագտավ, Աստված իրեն վերադարձրեց, իրեն տվեց այն փառքը, որ աշխարհի սկզբից առաջ ուներ, այդ փառքը բաժնեկցեց շատ որդիների հետ, շատ որդիների եւ դուստրերի հետ, ովքեր հավատում են իրեն։ Նա առաջնորդեց նաեւ նրանց դեպի այդ փառքը։ Այս հատվածում հեղինակը մեջբերում է Սաղմոս 22-ից մի հատված, որտեղ Քրիստոսը իր եկեղեցին անվանում է իր եղբայրները։ Սաղմոս 22-ը մեսիական սաղմոս է, գիտեք։ Սաղմոս 22-ը մեսիական սաղմոս է եւ այդ սաղմոսի հոգին, շունչը, որբեսի կարողանաք հասկանալ, կարդացեք այդ սաղմոսը։ Գիտեք ինչպես է սկսվում։ Հիսուս այդ սաղմոսի առաջին համարը արտասանեց խաչի վրա։ Աստված իմ, Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Շատերն ասում են, որ այս սաղմոսը կամ այս աղոթքը եւ այս խոսքը հիասթափության, հուսահատության աղաղակ էր։ Քավ լիցի, ոչ երբեք։ Կարդացեք այս սաղմոսը։ Այս սաղմոսը սկսվում է նման հարցադրումով, բայց ավարտվում է հույսով։ Եվ այդ հույսի աղաղակի մեջ նաեւ մեսիական այս սաղմոսը նաև մեջբերում է այս հեղինակը եւ մեջբերում է այն հատվածը, որ Հիսուս եկեղեցին կոչում է իր եղբայրները։ Սա նշանակում է, որ մենք Աստծո որդիներ ենք, պատկանում ենք իրեն եւ նույն ընտանիքին։ Սա է հրաշքը, սա է մեծությունը, սա է Աստծո ողորմությունը։ Այնուհետև երկու ուրիշ հատվածներ էլ են մեջբերում անում Եսայի մարգարեության հատվածից եւ այս հատվածի մեջ ու այս հատվածի միջոցով ցույց է տալիս, որ այնինչ որ մարգարեական խոսքի մեջ կար, հատվածի մեջ, կոնտեքստի մեջ, եթե նույնիսկ այն վերաբերվում էր մարգարեին, բայց դա մեսիական իմաստ ու նշանակություն ունի։ Եվ հավատացյալները ոչ միայն Քրիստոսի եղբայրներն են, այլև նրա զավակները։ Եթե Հիսուս չմարթանար, չգար աշխարհ, նա չէր կարող մեզ երկրից բարձրացնել դեպի իրեն։ եւ իր փառքին մասնակից դարձնել։
Քրիստոսի ամբողջ ընթացքը, մարդեղացումը, խաչելությունը, հարությունը տանում են մի բանի, որպեսզի մենք դառնանք, վերադառնանք դեպի իրեն եւ մասնակից, ժառանգակից լինենք իր փառքին։ Նա դարձավ մեր եղբայրը, որովհետև հատվածն ասում է սրբագործողը եւ սրբագործվածները մեկ ընտանիքից են եւ նա չամաչեց մեզ իր եղբայրները կոչել։ Բացի այն, որ նա դարձավ փոխանորդ, բացի այն նա որ դարձավ փրկության հեղինակը եւ կատարողը, նա նաեւ մեր սրբագործողն է։ Հովանու ավետարան 17-րդ գլուխը ամբողջական աղոթք է, քահանայապետական աղոթք, գիտեք, Հիսուս աղոթում է երկար, աղոթում է իր աշակերտների համար եւ բոլոր նրանց համար, ովքեր կհավատան խոսքին։ Եվ այդ աղոթքի մեջ հետաքրքիր մի նախադասություն կա. Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Հովանու ավետարան 17-րդ գլուխ 19 համար։ Դարձյալ, ոչ թե մեր Տերը սուրբ չէր, բայց սրբություն բառը պետք է հասկանալ եւ տեսնել միմիայն այս իմաստով։ Եվ ես ինձ նրանց համար եմ առանձնացնում, որտեղ սուրբ բառի մեջ առանձնացված լինելն է հատուկ նպատակի համար։ Քրիստոս մեզ սրբացնելու համար ինքն իրեն առանձնացրեց, խոնարհվեց, մարդ դարձավ, եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց, մեռավ, հարություն առավ, համբարձվեց, որպեսզի իր միջոցով մենք սրբագործվենք։ Մի անգամ եկեղեցում սրբության մասին քարոզում էի եւ ժողովրդին ասացի դուք սուրբ եք, եթե Քրիստոս ձեր փրկիչն է։ Մեկը կանգնեց ու ասեց դու ես սուրբը, կողքինս է սուրբը, ես ինչ ես խոսում։ Նայած ինչպես ես հասկանում։ Դժվար է այս կյանքում ապրել եւ սուրբ տիտղոսը վերցնել քեզ վրա։ Եթե քո միջոցներով, քո ջանքով, քո եռանդով, քո ապրած կյանքով, վարքով, վերաբերմունքով պիտի փորձես դա անել, 3 առաջ օրվանից ես ձախողել։ Ծննդյանդ օրվանից ես ձախողել։ Աստված իր որդուն առանձնացրեց, ուղարկեց աշխարհ, որպեսզի իր միջոցով մենք եւս առանձնացվենք եւ մնանք աշխարհի մեջ, բայց ոչ աշխարհից։ Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին անձնապես Տեր ու Փրկիչ են դավանել, այս իմաստով իրենք սրբագործված են, սուրբ են։ Սա չի նշանակում, որ մենք սխալներ չենք գործում։ Սա չի նշանակում, որ մենք չենք մեղանչում։ Սա չի նշանակում, որ մենք ինչ որ որոշում ենք, անում ենք, վարվում ենք, ամեն ինչ ճիշտ է։ Բայց Քրիստոսի այդ քայլողը շատ լավ գիտի, եթե իր սիրտը իրեն անհանգստացնում է, ուրեմն մի բան են չի, և ես չեմ կարող անտարբեր լինել այդ աղաղակին, որ իմ ներսից է։ Դրա համար խոսքը մեզ քաջալերում է, եթե մեղք գործեցիր, եթե սխալվեցիր, շուտով արի դեպի Աստված, շուտով խոնարհվի, շուտով աղաղակիր, շուտով զղջա, շուտով խոստովանիր եւ այլևս մի վերադարձիր նույն ընթացքին։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 14 համարի մեջ Քրիստոս որպես կատարյալ զոհ, մեկ ընծայով, մեկ զոհաբերությամբ հավիտենապես կատարյալ դարձրեց սրբագործվածներին։ Հավիտենապես կատարյալ դարձրեց սրբագործվածներին։ Եվ սա կարգավիճակի առումով է։ Մենք մեղքի, մահվան իրականությունից տեղափոխվեցինք լույսի և կյանքի իրականություն։ Կարգավիճակ փոխվեց։
բանակը փոխվեց, գերությունից դեպի ազատություն, խավարից դեպի լույս, մահից դեպի կյանք, կարգավիճակը փոխվեց։ Եվ այս իմաստով է, որ մենք ետ նայելու, ետ գնալու ոչ մեկ իմաստ և կարելիություն պիտի փնտրենք։ Կողոսացիներին ուղված նամակի մեջ առաքյալն ասում է. Քրիստոս մեզ մահվան և խավարի իշխանությունից դեպի, ավելի ճիշտ Աստված մեզ մահվան և խավարի իշխանությունից դեպի իր որդու թագավորությունը տեղափոխեց։ Կարգավիճակը փոխվեց։ Եվ այս փոփոխության մեջ պայքարը շարունակվում է, քանի դեռ աշխարհի մեջ ենք։ Նա, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղավոր դարձավ, որպեսզի մենք նրա առաջ, նրա մեջ ներողություն, Աստծո արդարները լինենք։ Կորինթացիների նամակի մեջ Պողոս առաքյալը ներկայացնում է ավետարանը իր ողջ գեղեցկությամբ։ Նա, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր եղավ, որպեսզի մենք նրա մեջ ու նրա միջոցով արդարներ դառնանք։ Հռոմեացիս նամակում ասում է, որ մենք Քրիստոսի հետ ժառանգակիցներ ենք դառնում։ Եվ սա է անբացատրելի, աներևակայելի շնորհը։ Աստված մեր կատարյալ փրկիչն է եւ մենք իր կատարյալ փրկության մեջ ընտանիքի լիարժեք անդամներ ենք։ Քրիստոս մեզ հետ է միավորված, մենք նրա հետ, եւ այս հոգեվոր կապը որևիցե կերպով չի կարող կտրվել, քանի որ Աստված է կապել։ Հավատացյալները ոչ միայն նրա եղբայրներն են, այլև նրա զավակները։ Եվ այս զավակ որդի հարաբերության մեջ ամենաամուր կապը հոր ամուր ձեռքն է, որ բռնած է պահում։ Եվ այդ ամուր ձեռքն էր, որ Քրիստոսի կատարյալ փրկության միջոցով զինաթափեց սատանային։ Նայեցեք հատվածը ինչ է ասում. իր մահվամբ նա կործանեց սատանային, ազատեց մեզ մահվան վախի ստրկությունից։ Կործանել չի նշանակում ոչնչացնել։ Կործանել չի նշանակում ոչնչացնել, քանի որ սատանան դեռ գործում է։ Կործանել այս հատվածի մեջ նշանակում է անզոր դարձնել, թևաթափ անել, զրկել։ Եթե Աստված քեզ քաշում ու բարձրացնում է, դու իրենն ես։ Սատանան այլևս իզորու չէ քեզ վրա գործելու։ Կարող է հարձակվել, կարող է խայթել, կարող է կծել, կարող է արգելքներ ու խոչընդոտներ դնել, բայց Աստծո ձեռքը ամուր բռնած կարող ես հաղթահարել։ Սատանան ոչնչացված չէ, բայց զինաթափված է։ Մահվան վերջնական իշխանությունը Սուրբ Գիրքը ասում է, որ Աստծո ձեռքում է։ Սատանան կարող է մոտենալ, խայթել, կծել, ինչպես որ ասցինք, բայց Աստծո թույլտվությամբ, ինչպես որ տեսանք Հոբի պարագայում։ Մեղքի հեղինակը սատանան է, մեղքը բերում է մահ, այս իմաստով սատանան դեռ իշխանություն է գործադրում մահվան ոլորտում։ Դրա համար Հիսուս նրան անվանում է Հովանու ավետարանում մարդասպան։ Մահը այսօր ամենամեծ զենքն է, հոգեբանական, ֆիզիկական, որը գործադրվում է չարի կողմից հանդեպ մարդկությանը։ Մեկ նպատակով վերահսկողություն ձեռք բերելու։ Նրա թագավորությունը խավարի ու մահվան թագավորություն է, բայց փառք Աստծու, որ Քրիստոսին վստահողները, Քրիստոսին հավատացողները ազատված են այդ թագավորության իշխանությունից։ Հատվածը շարունակում է ասելով, որ Քրիստոս կատարյալ փրկիչ է եւ իր փրկությունը բերվեց, ի ցույց դրվեց այս հետևյալ կերպով. նա դարձավ ողորմած եւ հավատարիմ քահանայապետ։
ողորմած եւ հավատարիմ քահանայապետ։ Նա ողորմած է մարդկության հանդեպ եւ հավատարիմ է Աստծո հանդեպ։ Նա ողորմած է եւ իր ողորմությունը ցույց դրեց որպես քահանայապետ մեկ անգամ եւ ընդմիշտ։ Մեր բոլորիս համար մնայուն ու հավիտենական զոհ դառնալով։ Եվ նա հավատարիմ է, քանի որ իր կյանքի, երկրային կյանքի բոլոր օրերի մեջ Աստծո կամքը, Աստծո նպատակը, Աստծո ծրագիրը առաջնություն եւ առաջնահերթություն դարձրեց։ Տերը կարող է մեզ շնորհ տալ, որ մեր գայթակղությունների, կյանքի, փորձությունների մեջ չմեղանչենք։ Աստված կարող է եւ տվել է այդ զորությունը։ Եվ այդ իմաստով նա մեր պաշտպանն է։ Եվ այդ իմաստով նա նաև մեզ բարձրացնում է, պահում է, որպեսզի մեր կյանքի բոլոր վիճակների մեջ կարողանանք իր հետ անկեղծ քայլել։ Գիտեք, այս հատվածում խոսվում է որպես հավատարիմ եւ ողորմած քահանայապետ, որ պատրաստ է օգնելու։ Այդ օգնել բառը պատկերավոր եմ ուզում ձեզ համար դարձնել։ Այս բառը օգտագործվում է հետևյալ կերպ, երբ որ մեկը կարիքի մեջ է եւ դու ընդառաջ ես վազում իրեն։ Մենք բոլորս զավակներ ունենք եւ ունեցել ենք, հիմա չափահաս են, բայց հիշեցեք իրենց մանկությունը կամ թորնիկներին։ Մինչև այն պահը, որ զավակը լացով, աղերսանքով, օտարության մեջ, շրջապատի մեջ չի փնտրում իր ծնողներին եւ չի վազում, մինչև այդ պահ ինքը քեզ չի փնտրում եւ քո կարիքը չունի, բայց հերիք է տակնու վրա լինի, խառնվի եւ դեպի քեզ գա, ծնողը ինչ է անում։ Շրջվում եւ գնում է։ No։ Ընդառաջ է գնում։ Ընդառաջ է գնում։ Եվ այս իմաստով այս հատվածի մեջ ճիշտ այս բառն է օգտագործված, որ որպես ողորմած ու հավատարիմ քահանայապետ պատրաստ է մեզ օգնելու։ Եվ երբ որ մենք շրջվում ենք դեպի իրեն, աղաղակով ու լացով գնում ենք դեպի իրեն, նա գալիս է մեզ ընդառաջ, օգնություն ցուցաբերելու, երբ որ կարիքը կա։ Մեր կյանքի բոլոր վիճակների մեջ մենք Աստծո կարիքը ունենք։ Դրա համար մեր հայացքը ուղենք դեպի նա եւ մեր ընթացքը ապրենք մնայուն այս eye contact-ը պահելով։ Այսօր եկեք ուշադրություն դարձնենք խոսքին, ինչպես որ այս հատվածն է հորդորում, որպեսի չշեղվենք, որպեսի չընկնենք, որպեսի չսայթակենք, նայենք Հիսուսին, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին, եւ վստահենք նրան, որպես կատարյալ փրկչի, ում փրկությունը ամբողջական է։ Նա մեր առաջամարտիկն է, մեր եղբայրն է, սատանային զինաթափողն է եւ հաղթողը, եւ մեր գթասիրտ, ողորմած ու հավատարիմ քահանայապետը։ Ամեն։ Թող Աստված օրհնի եւ առաջնորդի մեզ, որպեսզի այս հավատքի մեջ եւ այս հավատքի միջոցով միայն կարողանանք մեր կյանքը ապրել։